Բարդուղ Գաբրիելյանը այժմ հորիզոնի տաղավարում է, շնորհակալություն։ Դուք ասացիք, որ ձկան պաշարը պետք է լիներ 2-3 անգամ ավելի շատ Սիգի պաշարը Սևանում, եթե գողություն չլիներ։ Դեռ գողությունը մի պահ մի կողմ թողնենք։ Իսկ եթե Սևանի մակարդակը իջնի, ինչ կլինի։ Դա ավելի իհարկե մեծ խնդրեմ է այսօր, քանի որ մենք եթե իջացնելով ջրի մակարդակը, մենք չենք հասնեն էկոհամակարգի են վիճակին, ինչ որ ունեցել ենք։ Չէ՞ որ մենք բարձրացնելով ափերը լվացվում են եւ այդ բոլոր ցանկալի ոչ անցանկալի տարերը, քիմիական եւ մեխանիկական լվացվում եւ լցվում են։ Այսինքն եթե մենք դա լվացրել ենք արդեն, ապա իջացնելով կոնցենտրացիան կավելանա։ Փաստորեն մենք չենք վերադառնա նույն մակարդակին։ Եվ այդ պատճառով դա պետք է խիստ շատ վերահսկվի եւ անպայման պետք է լինի դրական հաշվեկշիռ, այսինքն գոնե մի քանի սանտիմետրով տարեկան, ինչպես նախատեսված է դա Սևանի մասին օրենքով, պետք է բարձրանա։ Այլապես մենք շատ շուտ կարող ենք հայտնվել անդարձելի process-ներին, որոնք կբերեն ճահճացմանը եւ այսինքն մենք ունենանք ոչ ցանկալի ջրի որակ այսօր։ Իսկ արդյոք իմաստ ունի Սևան բաց թողնել Սիգի մանրաձուկ։ Սիգի մանրաձկան մասին բաց թողելու մասին խոսք չկա, խոսքը գնում է իշխանի բաց թողումը, իշխանի մանրաձկան։ Քանի որ Սիգը իր ներուժ պոտենցիալը կա այդ մանրաձկան, ուղղակի պոտենցիալը չի պահպանվում, ինչպես տեսնում եք այսօր բոլոր շուկաներում այդ մանրաձուկը վաճառվում է, ինչը նույնպես անթույլատրելի է, քանի որ մենք չունենք լրացնող վտար, որը կարող է վաղը փոխարինի եւ հասունանա եւ բազմանա։ Եվ խոսելով ոչ միայն Սիգի մասին, ընդհանրապես սևանաձկների մասին, ես կուզենայի նշեի, որ այստեղ կարևոր է նրանք դիտել ոչ միայն որպես արժեքավոր սնունդի եւ համեմատաբար էժան սնունդի աղբյուր, ոչ միայն որպես մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող պաշար, այլ պետք է դիտել նաև որպես էկոլոգիական նրա նշանակությունը, քանի որ մենք ես ինչպես նշեցի, հիմա գնում է օրգանական նյութի կուտակում, որը դա էկոհամակարգի տրոֆիկ սննդային շղթայով սկսում է ջրից, բուսական օրգանիզմներից, անողնաշար կենդանիներից եւ հասնում է մինչեւ ձուկը, ոնց որ ձուկը դա վերին օղակն է։ Հիմա եթե մենք չունենք բավականին քանակի ձուկ, ձկան պաշար, պարզ է որ այդ օրգանիզմները իդեմս այդ բուսական եւ կենդանիները նրանք կմահանան, մահանալով կկուտակվեն ջրով, ստեղծելով օրգանական նյութի ավելցուկ, ինչը կբերի ճահճացմանը։ Սա մի ուղղություն է, որ շատացնել ձկան պաշարները եւ այդ օրգանական նյութը լճից հանել հենց այդ ձևով, այսինքն ձկան ձևով։ Իհարկե դա պետք է լինի կառավարելի որս, ոչ թե ով ինչքան կարա կամ ուզի որսա, պահպանելով այն օղակը, որ կարողանա վերարտադրվի։ Եվ երկրորդ ճանապարհը դա ինչպես նշեցի, դա ջրի մակարդակի բարձրացումը, ինչը կբերի նոսրացմանը դրա։ Դա շատ պարզ երևույթ է։ Եվ քանի որ մենք այսօր չունենք այդ պաշարը, այսօրվա օրով միակ ուրեմն ուղղությունը դա ջրի մակարդակի բարձրացումն է։ Այ 26 տարի, առնվազն 26 տարի Սևանից ձուկ են գողանում։ Այնուամենայնիվ Սիգը ինչ որ ձևով պահպանվել է։ Դրա մեջ ինչ որ միստիկա չեք տեսնում։ Նու 26 տարի երևի քիչ ասեցիք, որովհետև իրականում միշտ էլ գողացել են ուղղակի մակարդակների հարցն է, ինչ մակարդակի են գողացել։ Հա, իսկ ինչ վերաբերվում է Ինչպես է պահպանվել այնուամենայնիվ Սիգը մասնավորապես։ Գիտեք ինչ, ընդհանրապես Սևանի նման մեծ լճից իսպար վերացնել շատ դժվար է։ Եվ բացի դրանից ինձ թվում է, որ մեր ժողովուրդը վերջով հասկանում է, որ դա իր մանավանդ այդ ձկնորսները հասկանում են, որ դա իրանց ապագան է եւ ինձ թվում է չեն թույլ տա, որ իսպար այդ ձուկը վերանա վերջապես։ Ճիշտ է, եղավ մի ժամանակահատված, երբ որ մենք շատ խզված պաշար ունեինք եւ նույնիսկ ձկնորսները այդ իրանց ձկնորսությունը թողել եւ գնում էին խոփան եւ այլն եւ այդ ժամանակ իրոք շատ լուրջ էր վիճակը, արդեն այդ վիճակները Ինչի շնորհիվ շատացավ։ Հա, իսկ ինչի շնորհիվ
Շնորհիվ որ սկսեցին քիչ բռնել, որովհետև ձկնոցներից շատերը թողեցին գնացին, որովհետև արդեն իրանց ձեռնատուր չէր որսալ, եւ բացի դրանից գիտեք, բնությունը ինքն էլ է մի քիչ ոնց որ ուղղորդում եւ կապված է օրինակ կան բեղուն սերունդներ։ Այսինքն լավ պայմաններ են ստեղծում, բեղուն սերունդ է տալիս եւ բազմաթիվ այդպեսի մանրաձուկ կարող է գոյատևել եւ դառնալ մեծ ձուկ։ Բայց այսօր մենք իհարկե վտանգ ունենք, որ էլի խզման, դրա համար անհրաժեշտ է իհարկե պահպանումը պատշաճ։ Սևանում բացի իշխանից եւ Սիգից կան նաեւ այլ ձկնատեսակներ, դրանց վիճակն ինչ է։ Այո, իհարկե կան եւ մենք ունենք շատ արժեքավոր եւ կենսաբազմազանության տեսանկյունից տեսակներ եւ էնդեմիկ, այսինքն որոնք եղել են եւ կան հիմա Սևանալճում, դա Սևանի Բեղլուն եւ Սևանի Կողակն են։ Ես չեմ ուզում այն ներմուծված տեսակները նշեմ, որոնք արդյունագործական նշանակություն չունեն եւ մենք դրանց դիտում ենք որպես անցանկալի տեսակներ։ Նրանց վիճակը ավելի վատ է, ես ասեմ, քան նույնիսկ իշխանի վիճակը եւ Սիգի։ Քանի որ նրանց կյանքի տևողությունը ավելի մեծ է եւ նրանց վերականգնումը համապատասխան ավելի երկար կտևի։ Օրինակ, խոսքը եթե գնում է Կողակի մասին, նո համեմատական ասեմ, եթե օրինակ Սիգը կարելի է վերականգնել 5-6 տարում, նրա պաշարները լավ պայմաններ ստեղծելով, իշխանը 10-12 տարում, ապա Կողակը պետք է 20 տարի մինիմում։ Այսինքն դա էդի նույնպես շատ լավ հարց էր, որ դա խնդրեմ է այսօր մեր մոտ։ Որպես բացասական երևույթ դուք նշեցիք, որ ցանցերը փոքրանում են, հա, ցանցերի անցքերը փոքրանում են։ Դա ինչի մասին է վկայում։ Ձկան մասին է խոսքը։ Ձկան թե խեցգետնի։ Նու, չէ, խեցգետնինը ընդհանրապես ոչ թե անցքերն են փոքրանում, այլ որսագործիքի ձևն է փոխվել, որը եւ բերել է դրան։ Այսինքն հիմա որսում է ամեն ինչն է։ Իսկ ինչ վերաբերում է ձկան վերաբերյալ, ապա նա ոչ թե փոքրանում է, այլ ձկնորսները բոլոր չափերի, բոլոր խորշերով այդ ցանցերը օգտագործում են այսօր։ Դրա համար մենք ունենք տարբեր չափերի ձկներ։ Դրանք ելնում են դրանից, որ ձուկը այսօր կուտակում ունի, ինչ չափի ձուկը։ Օրինակ գարնանը դա կուտակումները մանրաձկան են, համապատասխանում դրանք օգտագործում են մանր խորշերով ցանցեր։ Աշնանը երբ որ վերարտադրություն է, ուրեմն մեծացնում են այդ խորշերը, այնց որ մանրացում չկա։ Հիմա իմաստ կա ինչ որ մի ոչ թե կլոր տարի արգել էր, այլ ձվադրման շրջանում արգել էր, իսկ մնացած շրջաններում թողնել։ Միևնույն է վերցնում։ Գիտեք ինչ, դա մենք ոնց որ տեսնում ենք, որ դա է ձևը, քանի որ ամբողջ տարի հնարավոր չէ հսկել եւ պահպանել, դրա համար մենք առաջարկել ենք, որ գոնե ուժեղացնեն այդ պահպանումը ձվադրման շրջանում, այսինքն աշնանը 1.5 ամիս եւ գարնանը հսկողություն սահմանել այդ մանրաձկան վրա։ Այսինքն կարևորը պաշտպանել ձվադրող վտարը եւ մանրաձուկը։ Մնացած ժամանակահատվածում այդքան վնաս չեն տա եւ չեն կարող։ Ինչի, որովհետեւ կուտակումներ չկա։ Ինչի են իրանք միշտ աշխատում ձկնորսները որսան աշնանը, որտեվ կուտակումներն է հեշտ է որսալ։ Իսկ հիմա արդեն դժվար է, ամառը դժվար է։ Դրա համար ոնց որ ասած այդ ժամանակահատվածը առավել Հենց այդ ժամանակ պետք է արգելել։ Այո, բայց դա ոնց որ իրանց համար ամենակարևոր հատվածն է ժամանակահատվածը։ Ձկներին վտանգ է սպառնում նաև գետերի աղտոտումը։ Դուք բերեցիք Կարճախփյուրի օրինակը, իսկ կան արդյոք դրական ու բացասական այլ օրինակներ։ Ինչեր, դրական ու բացասական այլ օրինակներ։ Դուք Կարճախփյուրի օրինակը։ Գիտեք ինչ, այսօր ես ասեմ, որ միայն աղտոտումը չի։ Ինչպես գիտեք, մեր գետերը բավականին շատ օգտագործում են ջրառն է մեծ, այսինքն ոռոգման համար, հեկերն են, փոքր հեկերն են զարգացում ունեն այդտեղ, ճիշտ է հիմա արգելվել է արդեն օրենքով ավելացնել, բայց արդեն գոյություն ունեցողները իրանց ոնց որ ասած վնասը տալիս են արդեն եւ այստեղ Եվ ջրառն է, եւ աղտոտումն է, եւ հուների փոփոխումն է, ամեն ինչ է որսում։ Ես չեմ կարող հիմա մի օրինակ բերել դրական համեմատ օրինակ անցյալի հետ։ Չունենք այսօր այդպես դրական միտում գետերի առումով։ Երբեմն ասվում է, որ շուկայում հայտնված Սիգը վերջերս ավելի մեծ է դարձել, որովհետև մարդիկ թողնում են, որ մանրերը ուրեմն մեծանան, եւ դա դրական բան է։ Այդպիսի բան կարող եք հաստատել, թե չէ։ Ես կարող եմ հաստատել, բայց դա ոչ թե որպես թողնում են,
այլ դա ուրիշ միտում կա, քանի որ մեր մոտ հիմա կերը շատ է, իսկ ձուկը քիչ է, ապա ոնց որ սնունդը շատ է, նրանց աճի տեմպերը արագացել են, այսինքն այդ եթե ձուկը հասնում է օրինակ 40 սանտիմետրի, եթե առաջ դա հասնում էին օրինակ 5 տարեկան ձկները, այսօր 3 տարեկան ձկներ են հասնում, այսինքն նա ավելի արագ է սկսել աճել, ի հաշիվ, որ կերը շատ է։ Այսինքն նրանք, եթե մարդկային տերմին օգտագործել, ավելի քիչ են մարզված, այսպես ասած այդ ձեր։ Մարզված։ Այսինքն ավելի քիչ են շարժում, ավելի քիչ ժամանակ է իրենց պետք ոչ թե շարժում, գտնելու կերը։ այսինքն ավելի քիչ շանս ունեն որսվելու 3 տարում, քան 5 տարում։ 5 տարում պարզ է ավելի շատ է այն հավանականությունը, որ դրանք որսված կլինեն։ Այսինքն 3 տարում նրանք հասնում են արդեն այդ մեծ չափերի եւ պարզ է, որ դրանց ինչ որ քանակ իհարկե, շատ մեծ քանակ չէ եւ որսում են։ Նշանակություն ունի էնդեմիկ ոչ էնդեմիկը Սևանի համար։ Պետք է նշեմ, որ սիգը էնդեմիկ չի, էնդեմիկ չի, բայց իր էկոլոգիական նշանակությունը շատ մեծ է այսօր մեր Սևանա լճի համար։ Եվ դա, երբ որ նա կլիմայով արժեցվել է Սևանում 20-ական թվականների վերջում, այդ գիտնականները հենց այդպես չեն բերել այդ ձուկը, այսինքն հաշվի են առել, որ նա կգրավի այն էկոլոգիական նիշան, որը չի օգտագործում մեր տեղի ձկների կողմից, եւ այդպես էլ եղավ։ Դա շատ հաջող օրինակ է։ Շնորհակալություն։ Գիտությունների ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյան ժամը 23-ին հեռանկարի տաղավարում է լինելու Վիվասել MTS ընկերության տնօրեն Ռալֆ Երիկյանը, իսկ այս հաղորդումը կշարունակի Քրիստինեն։ Շնորհակալություն Արամ։